Հայաստանի վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքից ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի Տիկինը բռնության զոհ դառնա, ասել է նա։ Աննա Հակոբյանի հայտարարությունից անմիջապես հետո գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ընթացք է տրվել Նիկոլ Փաշինյանի կնոջ հրապարակմանը։ Ազգային ժողովի ԿՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում եւ վստահություն է հայտնել, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ Նա ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, իսկ բոլոր հանգամանքները պետք է գնահատվեն բացառապես իրավական հարթությունում։ Կոնջորյանը նաեւ հերքել է դեպքը իր անվան հետ կապող քաղաքական շահարկումների եւ հայտնել, որ զրպարտություն տարածողների դեմ դատական հայցեր է ներկայացնելու։ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Ճամբարակ համայնքի հողամասի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքների կիրառման պահանջներով։ Հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 21-ի վճռով գլխավոր դատախազության հայցը բավարարվել է։ Վճռով անվավեր է ճանաչվել Ճամբարակ համայնքի կողմից իրականացված աճուրդը եւ որպես աճուրդի անվավերության հետևանքով անվավեր են ճանաչվել Ճամբարակ համայնքի եւ ֆիզիկական անձի միջև 2013 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ճամբարակ համայնքին կվերադարձվի հողամասը։ Օմանը Իրանին առաջարկել է համատեղ կարգավորել Հորմուզի նեղուցում նավագնացությունը եւ ներդնել կամավոր վճարների վրա հիմնված նոր մեխանիզմ։ Առաջարկը տարածաշրջանում լայն աջակցություն է ստացել եւ նախատեսում է, որ Թեհրանը միանձնյա չի վերահսկի նեղուցը։ Առաջարկի հիմքում դրված է Մալակայի նեղուցի գործող մոդելը, որտեղ նավագնացությունից օգտվողները կամավոր վճարումներ են կատարում անվտանգության շրջակա միջավայրի պահպանության եւ որոնողափրկարական աշխատանքների համար։ Այդ միջոցները նախատեսվում է ուղղել նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Բրիտանական Daily Express-ը գնահատել է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Պոսեյդոն անօդաչու ստորջրյա համակարգի մշակման ավարտի մոտենալու մասին կարելի է ընկալել որպես նախազգուշացում արևմտյան երկրներին։ Հրապարակման համաձայն Ռուսաստանը շարունակում է զարգացնել ռազմածովային միջուկային ներուժը, կենտրոնանալով միջուկային էներգետիկ կայանքով աշխատող նոր համակարգերի վրա։ Պուտինի խոսքով Պոսեյդոն նախագծի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Հոդվածում նաև հիշատակվում է Դոնալդ Թրամփը նախկինում ենթադրել էր. Ռուսաստանը կարող է ռազմական առավելություն ունենալ Ուկրաինայում, սակայն հետագայում փոխել է իր վերաբերմունքը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանի գնահատմամբ Կիևից եկող սպառնալիքը պետք է ամբողջությամբ չեզոքացվի։ Նա պնդել է, որ ըստ Մոսկվայի Կիևի ռեժիմի աբեկչական ակտիվության աշխարհագրությունը ընդլայնվում է։ Պեսկովի խոսքով այս սպառնալիքը պետք է կանխվի եւ վերջնականապես վերացվի։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Վարշավան երբեք չի ունեցել եւ չի ունենալու տարածքային պահանջներ Ուկրաինայի նկատմամբ։ ԱԳՆ խոսնակ Մաչեյ Ֆևյուրը նշել է Լեհաստանը լիովին ճանաչում եւ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակում։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը ենթադրել էր ապագայում Ուկրաինան կարող է կորցնել իր արևմտյան տարածքները։ Նա նաեւ նշել է Ռուսաստանը ժամանակին եղել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներից մեկը։ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Սպիտակ տան աղբյուրը նշել է, Թրամփը պատրաստ է ակտիվ եւ կառուցողական դեր ունենալ բանակցային գործընթացում։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահը պատրաստ է համագործակցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով։ Հրապարակման համաձայն Թրամփը նախկինում նաեւ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, ցանկանում է ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը խաղաղ ճանապարհով։ Սպիտակ տանը կարծում են, բանակցությունների հաջող ավարտի հնարավորությունը պահպանվում է։ Ճապոնիայում 7.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ։ Ոստիկանության տվյալներով գրանցվել է տների փլուզման առնվազն 12 դեպք, որոնցից 4-ում մարդիկ արգելափակվել են շենքերի ներսում։ Երկրաշարժից հետո վնասվել են շենքեր, մի շարք վայրերում բռնկվել են հրդեհներ, գրանցվել է պայթյուն առևտրի կենտրոններից մեկում, իսկ ճանապարհներին առաջացել են խոշոր ճաքեր։ Ժամանակավորապես դադարեցվել է արագընթաց գնացների երթևեկությունը։ Փակվել են նաև մի քանի ավտոճանապարհներ, սակայն տեղական երկու այգիներում խափանումներ չեն արձանագրվել։ Ավելի վաղ հայտարարված մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի սպառնալիքը հետագայում չեղարկվել է։
Ուկրաինայի հյուսիսային եւ արևմտյան շրջաններում վատ եղանակի հետևանքով 228 բնակավայր ամբողջությամբ կամ մասնակիորեն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Անջատումների պատճառ են դարձել ամպրոպը, կարկուտը եւ ուժեղ քամին։ Առավել տուժել են Զակարպատիայի, Իվանո-Ֆրանկովսկի, Չեռնովցի, Կիևի եւ Պոլտավայի շրջանները։ Էներգակիրները սկսել են վթարավերականգնողական աշխատանքները էլեկտրամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու նպատակով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է հնարավորինս արագ լուծել Կիպրոսի խնդիրը։ Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, տարածաշրջանում աճող լարվածությունը հարցի կարգավորումը դարձնում է առավել հրատապ։ Գուտերեշի խոսքով, եթե լուծումը հետաձգվի, աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են Կիպրոսը դնել անցանկալի զարգացումների կենտրոնում։ Նա իր այցը բնութագրել է որպես համերաշխության եւ խոնարհության առաքելություն, ուղղված կղզու երկու համայնքների միջև երկխոսությանը։ Ներքին գործերի նախարարությունը փոխել է մեծ պահանջարկ ունեցող այսպես կոչված գոլպետ համարանիշների տրամադրման կարգը, սահմանելով նոր հաստատագրված սակագներ, այսուհետ ցանկացողները դրանք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի, վճարելով 250,000-ից մինչև 8 միլիոն դրամ կախված թվերի եւ տարերի համադրությունից։ Փոփոխությունները ներկայացվել են տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներին նվիրված ասուլիսի ընթացքում։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների խոսքով նոր կարգով թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք առաջնային օգտագործման իրավունքը կստանան ֆիքսված գնով առանց աջորդային գործընթացի։ Փաստաբանների պալատը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու քննչական կոմիտեի որոշումը։ Փաստաբանների պալատը հորդորում է քրեական վարույթն իրականացնող մարմնին անհապաղ վերանայել Երեմ Սարգսյանի վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Պալատը նաև կոչ է արել Հայաստանի Հանրապետության դատախազությանը պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին եւ պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային եւ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային գործընկերներին համապատասխան արձագանք եւ աջակցություն հայտնել նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։ Եվրամիությունը պլանավորում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը վիզայի ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների հաշվին, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ Փաշինյանի կառավարությունից արդեն իսկ պահանջում են կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի Դաշնության հետ եւ ճնշել դրան դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին, նշվում է հաղորդագրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցում չի նշել Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ Հայաստանում հարաքվեի անցկացման ժամկետները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հստակ ժամկետներ չեն նշվել, բայց ընդգծվել է նման հարաքվեի շուտապույտ անցկացման անհրաժեշտությունը, դա շատ կարևոր է, ասել է Պեսկովը։ Պետական եկամուտների կոմիտեն շուկայում հայտնաբերել է կեղծ նույնականացման միջոցներով մագնշված 0.33 լիտրանոց կիլիկիա գարեջրի շշեր։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ կեղծ դրոշմապիտակներով ապրանքները բռնագրավել են։ Ավելի վաղ հետքը հայտնել էր, որ ընթերցողի ահազանգից հետո պարզել է կիլիկիա գարեջրի որոշ խմբաքանակների դատա մատրիքս ծածկագրերը չեն ընթերցվում, ինչն առաջացրել էր հարցեր արտադրանքի օրինական շրջանառության վերաբերյալ։ Կիլիկիա գարեջուրը արտադրում է Երևանի գարեջուր Փակ բաժնետիրական ընկերությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ օգոստոսի 1-ից ամբողջ ծավալով կսկսի վերահսկել սննդի առաքում իրականացնողներին։ ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող առաքիչները պարտադիր պետք է անցնեն բժշկական զոննություն եւ ունենան սանիտարական գրքույկ։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվություն կկրեն, իսկ տեսչական մարմինը կհրապարակի ինչպես խախտումներ թույլ տված, այնպես էլ օրենքի պահանջները բարեխղճորեն կատարած ընկերությունների անունները։ Հայ ըմբիշը տպավորիչ հաղթանակ է տարել Բաքվում, Ժանես Նազարյանը 9-0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին եւ դուրս եկել Բաքվում անցկացվող մինչեւ 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 4-րդ եզրափակիչ։ Ավելի վաղ Գևորգ Հարությունյանը ժամկետից շուտ հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին եւ դուրս եկել Բաքվում անցկացվող մինչեւ 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 4-րդ եզրափակիչ։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված է նրա հերթական հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տունը հայտնել է, բանակցությունների գլխավոր թեմաները լինելու են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Աբրահամի համաձայնագրի ընդլայնումը եւ Լիբանանի հետ համաձայնագրի իրականացումը։ Կողմերը կքննարկեն նաեւ Մերձավոր Արևելքում անվտանգության հետ կապված հարցեր։
Միացյալ Նահանգներն ու Իրանը գաղտնի շփումների օրակարգում ներառել են Կարմիր ծովի եւ Բաբ-էլ-Մանդեբ նեղուցի անվտանգության հարցը։ Վաշինգտոնը փորձում է հասնել այնպիսի լուծման, որը կդադարեցնի այս ջրային ուղիներում նավերի վրա հարձակումները։ Դրա դիմաց Թեհրանը ակնկալում է հունիսյան հուշագրով խոստացված զիջումները, այդ թվում նավթի վաճառքի հնարավորությունների ընդլայնում եւ պատժամիջոցների աստիճանական մեղմացում։ Նշվում է, Բաբ-էլ-Մանդեբ նեղուցով նավագնացությունը արդեն զգալիորեն կրճատվել է հութիների գործողությունների հետևանքով։ Միաժամանակ ընդգծվում է Պակիստանը ևս ավելի ակտիվ դեր է ստանձնում միջնորդական գործընթացում։ Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա հայտարարել է, որ այցի գլխավոր նպատակներն են բալիստիկ հրթիռային պաշտպանությունը եւ Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցության խորացումը։ Բացի Թրամփի հետ հանդիպումից Զելենսկին հանդիպումներ կունենա նաեւ ԱՄՆ սենատորների հետ Կապիտոլիումում եւ կմասնակցի սենատոր Լինսի Գրեհեմի հիշատակի արարողությանը։ Սպիտակ տունը հաստատել է, բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման գործընթացը։ Հանդիպումը նախատեսված է Սպիտակ տանը։ ԱՄՆ վարչակազմը կոնգրեսին տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախատեսված $400 միլիոն ռազմական օգնության ամբողջական փոխանցումը չի ավարտվի մինչև 2028 թվականի վերջը։ Պենտագոնը դեռ մայիսին կոնգրեսին ներկայացրել էր այդ միջոցների ծախսման իր ծրագիրը։ Փաթեթից $200 միլիոն նախատեսված է զենքի եւ զինամթերքի մատակարարման, մոտ 100 միլիոնը տեխնիկայի եւ պահեստամասերի, իսկ մնացած 100 միլիոնը ռազմական բեռների տեղափոխման համար։ Կոնգրեսի մի շարք անդամներ դժգոհություն են հայտնել օգնության նման դանդաղ տրամադրման վերաբերյալ։ Օգնության ամբողջական իրականացումը նախատեսվում է միայն 2029 ֆինանսական տարում։ Զելենսկու այցի ընթացքում Թրամփը նախատեսում է քննարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացը։ Սպիտակ տան տվյալներով հանդիպման ընթացքում կողմերը կանդրադառնան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակներին։ Զելենսկին հայտարարել է, ԱՄՆ-ից ակնկալում է աջակցություն հատկապես բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանության ոլորտում։ Ուկրաինայի նախագահը նաև նշել է, այցի կարևոր նպատակներից է ռազմավարական համագործակցության խորացումը Վաշինգտոնի հետ։ Իրանը մերժել է ԱՄՆ-ի միջնորդության բանակցություններ վարելու առաջարկը, հայտարարելով, որ Վաշինգտոնի պահանջները չափազանց մեծ են եղել։ Իրանի միջազգային եւ իրավական հարցերով փոխարգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով ամերիկյան պատվիրակությունը նախազգուշացրել էր, որ առաջարկի մերժման դեպքում բանակցությունները կհամարվեն ձախողված եւ իրեն կհեռանան, ինչն էլ տեղի է ունեցել։ Նա ընդգծել է իրանական պատվիրակությունը չի պնդել բանակցությունների շարունակության վրա, դա անվանելով Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր դիվանագիտություն։ Վերջինս նաեւ հայտնել է Օման բանակցությունները տեղի ունեցել այն բանից հետո, երբ Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը, սակայն Թեհրանը մերժել է այն առաջարկը, ըստ որի հարավային երթուղին պետք է բաց մնա մինչև բանակցությունների ավարտը։ Նրա խոսքով Իրանի հիմնարար քաղաքականությունը պատերազմի սկզբից ի վեր անփոփոխ է եղել եւ նման առաջարկները չեն ընդունվելու։ Իսրայելի, Լիբանանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները օգոստոսի 4-ից 6-ը Հռոմում կանցկացնեն բանակցությունների հերթական փուլը։ Քննարկումների հիմնական թեման կլինի հարավային Լիբանանում իսրայելական զորքերի վերատեղակայման գործընթացի ընդլայնումը եւ երկու երկրների միջև ցամաքային սահմանային վեճերը։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, խորհրդակցությունները նպատակ ունեն ապահովել նախկինում ստորագրված շրջանակային համաձայնագրի լիարժեք իրականացումը։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել փորձնական գոտիներ, որոնցից պետք է դուրս բերվեն իսրայելական զորքերը, ինչպես նաև մշակել համապարփակ խաղաղության եւ անվտանգության համաձայնագիր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներ։ Խոսքը վերաբերում է Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ գտնվող Քոլանգ գազլա լեռան վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությանը։ Նեթանյահուն նաև կտրամադրի իսրայելական հետախուզության տվյալներ Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի մասին։ Միաժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, այդ տարածքում որևէ միջուկային գործունեություն չի իրականացվում եւ Թրամփի հայտարարությունները անհիմն են։ Նրա խոսքով այդ մեղադրանքները միայն պատրվակ են նոր ագրեսիայի համար։ Միացյալ Նահանգները կարծում է, որ եկել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ժամանակը։ Այս մասին CNN-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան, մեկնաբանելով Վոլոդիմիր Զելենսկու սպասվող այցը Վաշինգտոն։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Զելենսկու հետ քննարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը նախատեսված է հուլիսի 28-ին։ Սպիտակ տան աղբյուրը շեշտել է Վաշինգտոնի առաջնահերթությունը հակամարտության ավարտն է։ Այցի շրջանակում նախատեսված են նաեւ այլ բարձր մակարդակի հանդիպումներ։
Հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի մարզ շարժվել է ավելի քան 390 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով դրանց մեծ մասը խոցվել է հոպուժերի կողմից հեռավոր մատույցներում։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ միայն Մոսկվայի ուղղությամբ ոչնչացվել է 81 անօդաչու։ Քաղաքապետը նշել է, բոլոր վայրերում աշխատել են արտակարգ ծառայությունները։ Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզում հայտարարվել էր անօդաչու վտանգ, իսկ Վնուկովո, Ժուկովսկի եւ Դոմոդեդովո օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել էին թռիչքները։ Արագածոտնի մարզի Մելիք գյուղում օրը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան, հայտնել են քննչական կոմիտեից։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով այն է սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից։ Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։ Հուլիսի 27-ին առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 19:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի բուլղարական երկրորդ ավանի տնակներից մեկում երեխայի դիկա։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եւ քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմինը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ըստ տեղեկությունների երեխային մահացած հայտնաբերել է քույրը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի կարս երկաթուղու գործարկումը։ Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլաչը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քլաչի եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպան արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։ 2026 թվականի հուլիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության Ռոսելխոզնաձորի որոշմամբ Սմոլենսկի մարզում ոչնչացվել է հայկական ցակումով թարմ վարդերի խոշոր խմբականակ։ Նշվում է, որ միջոցը կիրառվել է Ռուսաստան կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները Սմոլենսկի մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ առգրավել էին 39.200 ծաղիկ։ Բեռը տեղափոխող բեռնատարը շարժվում էր Մինսկի մարզից դեպի Մոսկվա։ Փաստաթղթերում բեռը ձևավորված է եղել որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ։ Բեռնախցի գիզունության արդյունքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց բուսասանիտարական եւ ապրանքաուղեկցող փաստաթղթերը բացակայել են։ Պահպանված մակնշման պիտակների հատվածներում նշված է եղել դրանց հայկական ծագումը։ Ազգային ժողովի աշխատակազմը գործարկել է ազգային ժողովի նոր պաշտոնական կայքը, որի մշակման աշխատանքները տևել են շուրջ 6 տարի։ Ազգային ժողովի աշխատակազմից հայտնում են, որ նոր կայքն ունի թարմացված ձևավորում, նոր աշխատանքային գործիքներ, առավել արդյունավետ որոնման համակարգ եւ տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ։ Կայքի գործարկման եւ տվյալների միգրացիայի ընթացքում հնարավոր են ժամանակավոր տեխնիկական խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկում են զինվորական երթման արարողությունները, որի շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ, այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով 5 մեղադրյալ կա, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։ Եմենցի հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասել Սաուդյան Արաբիայի մի շարք զգայուն նավթային օբյեկտների, որոնք արևելյան շրջանները կապում են Կարմիր ծովի Յամբու նավահանգստի հետ։ Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին նշել է, գործողությունը իրականացվել է ի պատասխան Եմենի օդային տարածք Սաուդյան անօդաչու թռչող սարքերի ներխուժման։ Նրա խոսքով թիրախավորվել են հում նավթի մատակարարման եւ տեղափոխման կարևոր կետերը։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը եւ հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ագրեսիայի աղբյուրին։
Թրամփը հայտարարել է, որոշ չափով հիասթափված է, քանի որ 2.5 տարի անց Միացյալ Նահանգները կարող է արդեն այլ նախագահ ունենալ։ Նրա խոսքով հաջորդ նախագահը կարող է հայտարարել, թե տնտեսությունը հաջող է աշխատում, օգտվելով ներկայիս արդյունքներից։ Թրամփը փաստացի ակնարկել է, որ տնտեսական ձեռքբերումները վերագրվելու են իր վարչակազմի գործունեությանը։ Լիբանանը Բաղդադում կայացած բանակցությունների ընթացքում Իրաքին առաջարկել է նավթի տարանցման նոր երթուղի դեպի Միջերկրական ծով, շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Իրաքի վարչապետի խորհրդական Ալի Ազզեյդի Մութիր Մոհամմեդ Սալեհի խոսքով նախաձեռնության նպատակն է զարգացնել երկու երկրների տնտեսական եւ էներգետիկ համագործակցությունը։ Լիբանանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել իրենց տարածքը դարձնել Իրաքի համար դեպի համաշխարհային շուկաներ լրացուցիչ ելք։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ, իսկ իրաքյան պատվիրակությունը մոտ ժամանակում կայցելի Լիբանան։ Քննարկվում են նաև նոր նավթամուղի եւ Լիբանանում նավթավերամշակման գործարանի կառուցման հնարավորությունները։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Արաբական ծովում տեղակայել են 17 ռազմանավից բաղկացած խոշոր խմբավորում, որը կարող է ներգրավել Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողություններում։ Խմբավորման կազմում ընդգրկված են 2 միջուկային ավիակիր, հրթիռային հածանավ, 11 կործանիչ, դեսանտային նավեր եւ մի քանի հարվածային սուզանավեր, զինված Թոմահոք թևավոր հրթիռներով։ Ըստ տվյալների, մինչև անցած ուրբաթ այդ ուժերը 2 շաբաթ շարունակ ամեն օր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին։ Թրամփը հայտարարել է, եթե ընթացիկ բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ-ն կվերադառնա լայնածավալ ռազմական գործողություններին։ Նրա խոսքով դիվանագիտությանը տրված ժամանակը սահմանափակ է եւ որոշումը երկար չի սպասեցվի։ Թրամփը հայտարարել է, Իրանի հետ տեղի ունեցած զարգացումները հիշեցնում են այն, ինչ նախկինում կատարվել էր Վենեսուելայի հետ։ Նրա խոսքով շատերը չեն նկատում այդ նմանությունները, սակայն իրավիճակը ակնհայտ է։ Թրամփը նշել է, Իրանին հնարավոր չէ կաշառել եւ ընդգծել է, որ Վաշինգտոնը հաղթում է ստեղծված դիմակայությունում։ Միաժամանակ նա հայտարարել է, ԱՄՆ-ն շարունակում է Թեհրանի հետ բարեկամական բանակցությունները։ Նախագահի խոսքով Իրանը ներկայում ավելի զուսպ վարքագիծ է դրսևորում, սակայն անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կարող են կրկին ակտիվանալ։ ԱՄՆ-ն ժամանակին համարվում էր մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր խորհրդանիշներից մեկը, սակայն այսօր այդ դերը ըստ Ֆրանսիայի այժմ կորցրել է։ Ժնևում ՄԱԿ-ի առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը այժմ մեկուսացած է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Մալին եւ Ռուսաստանը։ Ֆրանսիական կողմը պնդում է, որ աշխարհը այլևս չի լսում ԱՄՆ-ին այնպես, ինչպես նախկինում։ Հայտարարությունը ընդգծում է, որ Վաշինգտոնի միջազգային հեղինակությունը զգալիորեն նվազել է։ Իտալիայի ֆինանսական գվարդիան Իսպանիայի եւ Պորտուգալիայի իրավապահների մասնակցությամբ իրականացրել է խոշոր միջազգային գործողություն, որի ընթացքում Ատլանտյան օվկիանոսում առգրավել է ավելի քան 2.6 տոննա կոկային։ Գործողության արդյունքում ձերբակալվել է 4 մարդ։ Մեծածախ շուկայում խմբականակի արժեքը գնահատվում է շուրջ 78 միլիոն եվրո, իսկ մանրածախ վաճառքից հնարավոր շրջանառությունը մոտ 500 միլիոն եվրո։ Քննության տվյալներով օվկիանոսում հայտնաբերվել եւ կանգնեցվել է GoFest տիպի գերարագ մոտորանավակ, որի վրա գտնվել են ենթադրյալ թմրավաճառները։ Գործողությունը համակարգվել է Բրեշիայի կազմակերպած հանցավորության դեմ պայքարի դատախազության կողմից։ 2026 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանից վտարվել է 43700 օտարերկրացի եւ քաղաքացիություն չունեցող անձ։ Այս մասին հայտնել է Դաշնային դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով այս ցուցանիշը 65.5%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքը, երբ երկրից վտարվել էր 26400 մարդ։ Վտարումները կատարվել են դեպի 59 տարբեր պետություններ։ Ռուսական կողմը նշում է, արտաքսումների ծավալները զգալիորեն աճել են տարվա առաջին կիսամյակում։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային արձագանքել է իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը, որի հետևանքով զոհվել եւ վիրավորվել են Իրանի քաղաքացիներ։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է առաջին աշխարհամարտից առաջ անարխիստների վտանգավոր գործողությունները, որոնք լուրջ հետևանքներ ունեցան ամբողջ Եվրոպայի համար։ Բաղային ընդգծել է, Իրանը չի միջամտում ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Կիևի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ անպատասխան չեն մնա։ Նա նաև հայտարարել է, Ուկրաինայի հովանավորները պետք է զսպեն Կիևին, քանի որ նման քայլերը կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ տարբեր տարածաշրջանների համար։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ բոլոր այն կողմերը, որոնք աջակցում են ուկրաինական իշխանություններին, պետք է պատասխանատվություն կրեն տեղի ունեցածի համար։
Աշխարհի խոշորագույն նավագնացության ընկերությունը Մերսկը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռնափոխադրումների համար սահմանում է լրացուցիչ վճար, յուրաքանչյուր բեռնարկղի դիմաց $1000 չափով։ Ընկերությունը նաև սահմանել է հատուկ շտապ փոխադրման սակագներ $1800-ից մինչև $3800, որոնք կգործեն դեպի Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Օմանի նավահանգիստներ առաքումների համար։ Մերսկի այս քայլը կապված է Հորմուզի նեղուցով ստեղծված լարված իրավիճակի եւ տարածաշրջանային ռիսկերի աճի հետ։ Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը հրապարակային դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, պահանջելով անհապաղ թույլատրել Մկրտչյանին զանգահարել կնոջը։ Փաստաբանի խոսքով 56-ամյա ռազմագերին առողջական ծանր վիճակում է, նա ունի սրտի լուրջ խնդիրներ, բարձր լեյկոցիտներ, հաճախակի գլխացավեր, գլխապտույտ եւ կրծքավանդակի ցավեր։ Վերջին անգամ նա կնոջ հետ խոսել է հունիսի 19-ին, տեղեկացնելով, որ ուշաթափվել է։ Մեկ զանգը չի առողջացնի նրան, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալ արդյոք ամուսինը դեռ ողջ է, սա մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորումն է, նշել է Լուսիանա Մինասյանը։ 2026 թվականի հունիսի նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ 4.4%։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ. շինարարություն 25.4% աճ, ծառայություններ 19.7% աճ, արդյունաբերությունը 4% աճ, առևտրի շրջանառությունը նվազել է 0.1%-ով։ 2026 թվականի հունիսի նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտաքին շրջանառությունը նվազել է 3.3%-ով, արտահանումը նվազել է 20.5%-ով, իսկ ներմուծումն աճել է 8.6%-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.1%։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է սահմանել մթնոլորտի եւ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման միասնական կարգ։ Նախագծով նախատեսվում է կարգավորել հակակարկտային աշխատանքների, տեղումների խթանման, մառախուղի ցրման եւ ցածր անպամացության վերացման գործընթացները բնակչության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով։ Աշխատանքները կիրականացվեն հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի կողմից, օթերևութաբանական դիտարկումների եւ կանխատեսումների հիման վրա նախքան ներգործությունը կգնահատվեն հնարավոր ռիսկերը եւ ազդեցությունը, իսկ տեխնիկական անսարքության կամ վտանգավոր իրավիճակների դեպքում աշխատանքներն անմիջապես կդադարեցվեն։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը։ Հայաստանը կարող է կորցնել կաթնամթերքի արտահանումից ստացվող եկամուտների գրեթե 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկա մատակարարումներ իրականացնելու հնարավորությունից, այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։ 2025 թվականին Հայաստանի կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է $20.2 միլիոն, որից $16 միլիոն կամ 79.3%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Արտահանվող ապրանքների թվում են պանիրը, կաթը, կարագը, ձուն եւ այլ կաթնամթերք։ Կաթնամթերքի արտահանման մյուս հիմնական շուկաներն են եղել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Բելարուսը եւ Վրաստանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Ռոսելխոզնadzորը հայտարարել է, որ հուլիսի 27-ի ժամանակավորապես սահմանափակվում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, երկիրը արժանապատվորեն է հաղթահարում ներկայիս պատմական փուլը։ Պուտինի խոսքով երկրի ղեկավարությունը պետական համակարգի ներկայացուցիչները խորապես ներգրավված են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային զարգացումներում եւ հստակ պատկերացնում են ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է, որ բոլորը հասկանում են, թե ինչ պայմաններում է այսօր գտնվում Ռուսաստանը եւ ինչ մարտահրավերների է բախվում։ Ռուսաստանի նախագահը վստահեցրել է, երկիրը ներկայիս պատմական փուլն անցնում է արժանապատվորեն, շարունակելով գործել իր պետական շահերից ելնելով։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 28-ին 30-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հուլիսի 26-ից 31 Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։